Ջրի արտահոսքի հետքերով հարևանի բնակարանի մենք, այսինքն հավանական աղբյուրները հայլային պատի հետևից է, հետևը բաղնիքա, ջրի մտնեցել է հետևյալն է ֆիքսում, խոնավաչափով հատվածային գերխոնավ է, հասկանանք ինչ։ Բաղնիքի մեջից դիտարկումները, այսինքն ջրի մտնեցելով պատկերը հետևյալն է ու ընդ որում այս բաղնիքը մի քանի օր չեն կիրառում, քանի որ հարևանի կողմայտի բացահայտվել է, խոնավաչափով եմ ստուգել, այսինքն միկրոսկոպով եմ նայել, ավելի կհասկացնել սալիկի անհերմետիկությունը, առաջնահերթ սալիկի հերմետիկությունը ստուգենք։ Դե ինչ, հաստատվեց սալիկի անհերմետիկությունը խիստ էլի, այս արագությամբ ինքը քաշում է։ Ընդհանուր հիմա մի կետի վրա եմ կենտրոնացել, բայց սալիկի հերմետիկությունը համատարած լավը չէր, ստիպված է լինելու պատվիրատունը ամբողջովին այս կարերը մշակի, այսինքն այդ կարերը քերի մաքրի ու էլի զաձր կա էբոքսիդնի սմալայի հիմքի վրա։